Հենց այդպես, միայն թե այս դեպքում Նաջարյանը չէ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն է փոշմանողը։ Խորհրդարան է եկել առաջարկով, որ 1,5 տարով հետաձգեն աշխատանքային պայմանագրի համար էլեկտրոնային ստորագրության պարտադիր պահանջը։ 2024-ի ավարտին պլանավորել էին այս տարի հունվարից գործող և նոր կնքվող աշխատանքային պայմանագրերը լինելու են բացառապես թվային։ ID քարտն ու էլեկտրոնային ստորագրությունը պարտադիր պայման էր։ Հետո պարզվում է հազար ու մի խնդիր կա, բացահայտել են իրենց իսկ բերած բարեփոխման կես ճանապարհին։ Մեր շատ քաղաքացիներ չեն հասցրել կամ ժամանակին չեն ձեռք բերել իրենց նույնականացման քարտերը, առանց որի հնարավոր չէ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրություն։ Մյուս կողմից պարզվում է չէին հաշվարկել, մինչև տարեվերջ կենսաչափական անձնագրերի նոր համակարգ են պլանավորում։ Այս դեպքում ստացվում է ամիսների հերթերի գնով կամ լրացուցիչ վճարներով մի կերպ ձեռք բերված ID քարտերը կորցնում են գոյության իմաստը։ Եթե մենք հիմա նույնիսկ մոտ 200,000 քաղաքացու շատ 24-ժամյա ռեժիմով աշխատելով առանց շաբաթ-կիրակի տրամադրենք այդ 200,000 քարտերը, մենք խնդիր ենք ունենալու հետո կրկին այդ վերաթողարկման հետ, այսինքն նորից նույն քարտերը տրամադրելու։ Եթե աշխատանքային պայմանագիրն արդեն թվայնացված է, մնում է նույն կարգավիճակում։ Այս դեպքում նոր կարգավորումներով որևէ բան չի փոխվում։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։